Կարգին սերիալ Սիրում են բոլորը Կարգին սերիալ Վարդան, ինչ ես ման գալի։ Արես ձեն ում դուց գալի։ Վարդան, աչքից դու մանկություն չես ունեցել։ Կարգին սերիալ Սիրում են բոլորը Կարգին սերիալ Սազում են 4 հոգի Կարգին սերիալ Ջեմա, բա դու ինչ ես անում ստեղ։ Համբալություն։ Չէ, դի գիտեմ։ Ես նկատի ունեմ հիմա, կոնկրետ դեկտեմբերի 31-ին դու ինչ ես անում ստեղ։ Տոնական համբալություն։ Ամանորյա լապ եմ սարքում ձեր համար։ Բայց մինչև ժամը 12-ը։ Ժամը 12-ից հետո ես կդառնամ մի րոպե։ Այսինքն լրիվ են հեքիաթի նման ալում, որ ժամը 12-ին դդումը դառնում է արքայադուստր։ Հա, ու այդ հրաշք հեքիաթին նախաձեռնողը Adzիկն է։ Ես իչա։ Արգելի Ջեմա, դուք սիրով հրավիրված եք ամանորյա ուրախ հանդեսին, որը կանա Վարդան Կարագյոզյանի առանձնատանը, լինելու է շոու ծրագիր շատ նեղ շրջանակներում հայտնի աստղերի մասնակցությամբ։ Ջեմա, ես ինչա։ Հրավիրատոմս, աղբերդ այս տվել։ Ես իմ տանը նոր տարյա կազմակերպում ինչ չի ասում։ Վարդան ոնց ասի, դու ես վերջին 3 օրը չես օյաղանում։ Երեք էդ որտեղ էիր լակել, ու խի էր տուն եկել գայլի դիմակով։ Երեք անշարժ գույքի գործակալների ամանորյա հանդեսներ։ Ու ես որպես այդ գործի գել գայլի դիմակն էի ակել։ Բայց աղջիկով էր, որ քո սպանից թրավ գնաց։ Էդ էր մեր անշարժ գույքի ոլորտի կարմիր գլխարկներ։ Մեր ոլորտի կարմիր գլխարկը որն է։ Դե այդ աղջիկը գնում է պարավների տներով, հետը պերաշկի, մերաշկի, բամբաներկը, մամբաներկը տանում, խափում այդ պարավներին, տները էժանով առնում է, հետո թանգում ծախում է։ Մենք իրար մեջ իրան ասում ենք պարվա կարմիր գլխակ։ Ես ով է։ Աչքիս Adzիկը այդ հրավիրատոմսերից շատ է բաշանել։ Բարև ձեզ ում եք ուզում։ Վարդան, ես եմ Սոֆան, չճանաչեցիր։ Սաղկանքդ բալկոնով ես եկե, սենց դրան մեջ մի տեսակ անսովոր տեսք ունես։ Դրան մեջ պասպորտի նկարի նման վատ ես դուրս եկե։ Բայց ինչ ես եկե որ։ Jingle bell, jingle bell, jingle, jingle bell. Աղջի ջերդ կդրի։ Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ Ջեմա։ Սոֆա, այս ձյունը որ կտրվի, վեդրոն ու լապատկին կվեկալես կգաս ձյունը մաքրելու։ Վարդան, ես գնում եմ խանութ, մեր կու բանա մնացել առնելու։
հասկանում, դուք ես տրամադրությամբ եք լինելու տոնական հանդեսին։ Ոչ մի տոնական հանդես չի լինելու։ Ոնց չի լինելու։ Ես բոլոր հրավիրվածների նման ունեմ հրավիրատոմս, որը տպված է հաստ եւ որակյալ կարտոնի վրա։ Այստեղ աջիկի բախտը չբերեց, որ հրավիրատոմսերը տպված են հաստ ու որակյալ կարտոնի վրա, որովհետև այդ հրավիրատոմսերը հավաքելու եմ ու հատ։ Ախ, դու չես ուզում, որ լինի հանդես։ Լավ, Վարդան, ես հիմա իմ հեռախոսով կզանգեմ եւ բոլոր հրավիրվածները կգան։ Տեսնենք, թե ոնց չես ուզում։ Այստեղ քո բախտը չբերեց, որ դու ունես հաստ ու որակյալ հեռախոս։ Թող, այ հոգա ամանորյա դեմք։ Parking serial, Սիրում են բոլորը, parking serial, սիրում են բոլորը։ parking serial. Մամ, իսկ ճիշտ է, որ նոր տարում բոլոր մարդիկ իրար հետ բարիշում են ու ներում են միմյանց սխալները։ Ճիշտ է, բալես։ Իսկ դու ես նոր տարի պապայի հետ բարիշելու ես։ Չէ, բալես, ես պապայիդ հետ հաջորդ տարի կբարիշեմ։ Հաջորդ։ Ինչի։ Որովհետև 2012 թվականին աշխարհի վերջն է լինելու, Արամիկ։ Չես պատկերացնի, ոնց չեմ ուզում գամ պապայիդ կազմակերպած ամանորյա հանդեսին։ Չէ, ոնց։ Մամ, արի, համեր կտենաս պապան ինչ տոնածառ զարդարել։ Լավ, Արամիկ։ Արամիկ, լույսը վառի։ Չէ, մամ, մցության մեջ ավելի սուրնա տոնածառի լույսերը։ Հազիվ էլ հերդ սենց տոնածառ զարդարեր։ Սոֆա ինչ ա կատարում ստեղ։ Սանք կանգնեք տեղերը չշարժվեք, թե չկկրակեմ։ Արամիկ, սոֆային անջատի։ Վարդան ինչ ա կատարում քո տանը։ Ինչ է սոֆային զարդարել։ Վաբշուտ է սոֆային զարդարել եմ 6 ամիս առաջ, իսկ հիմա ուղղակի կապել եմ։ Չէ, դու լրիվ ցնդել ես։ Այդ նախկին ամուսինը տա ցնդե։ Բայց պապան չի ցնդել։ Jingle bells, jingle bells, jingle jingle bells. Էսի չարա։ Կոտոշներ, ես որոշեցի հիանալի ամանորյա կոմպոզիցիա պատրաստել հյուրասենյակում, ձմեռ պապիկի սահնակը և եղնիկը։ Սահնակ և եղնիկ արդեն չարել եմ, ուղղակի այդ եղնիկը կոտոշներ չուներ։ Դրա համար որոշեցի քո կոտոշները տաս եղնիկին։ Սա իմը չէ, սա իմ ընկեր Սպարտակինն է։ Սոֆա, ես ինչու ես մեր տոնածառի լույսերը հագել։ Այդ քո աննորմալ ախպերն է ինձ կապ կպել։ Ադիկ, էս էր քո կազմակերպած նոր տարին։ Այսքան ժամանակ կանգնած եմ Ադիկ, ու դու չես վայմում ինձ արձակես։ Ձայնը չբարձրացնես լորփուշկա։ Իսկ դու սուս մնա, պատկաբլուչնիկ։ Հələ մեկ սաղը հագստացել կարա։ Բայց նա ինձ պատկաբլուչնիկ ասեց, ապեր։ Ճիշտ ասեց։ Դու ունես պատկաբլուշնիկ ես, որ կաբլուկը մեջքիցդ խրացա ու այստեղ դեմից ծառացա, որ հանգարց դուրս չգա։ Հիմա լսեք ուշադիր։ Այս նոր տարին ես ասկսում եմ Ծաղկաձորում, իմ ընկերների ու աղջկեքի հետ 50-50 հարաբերությամբ։ Հենց որ ամանորյա հանդես չի լինելու։ Փաստորեն իզուր էր այս ամեն ինչը։ Այս կոտոշները, այս գիրլանդաները, այս նվերը, որը ես պատրաստել էի Նոնայի համար։ Ասում եմ, որ նոր տարուն բոլորը իրար հետ բարիշում են, ներերով միմյանց հանդեպ կատարած սխալները, թողնելով բոլոր վատ բաները անցնող տարում։ Հիմա լսեք ինձ ուշադիր։ Ամանորյա հանդես լինելու է։ Աջիկ, հազին նվերդ։ Նոնա, ես երկար ժամանակ մտածում էի, թե քեզ ինչ նվիրեմ։
Հետո ես հիշեցի, որ մենք գնացել ենք Սելիմի լեռնանցք թիթեռներ բռնելու։ Դու ասեցիր, որ այնտեղ հիանալի հանկրկնելի ծաղիկների բուրմունք կար։ Ես գնացի օծանելիքի խանութ, հոտ քաշեցի բոլոր ֆլակոններից եւ գտա այս բուրմունքը։ Եվ ահա սա քեզ, ջանը մայա։ Արամի գնա դուրը բաց։ Ով է։ Ոստիկանությունից է, բացեք։ Վայ մամա ջան։ Վարդան մը պրապալի։ Ինչ ա եղել արա։ Նրանք երևի իմ ետևից են եկել։ Ինչի։ Այդ օծանելիքը ես չէի գնել խանութից, ես այն գողացել էի։ Բացեք ասում եմ դուռը։ Բայց չես գողացել, դու վրոցի պտի 13-րդ աշխատավարձ ստանայիր։ Այո, բայց այդ փողը գնաց 13-րդ ալիմենտը տալուց։ Լավ, ուրեմն սենց ենք անում։ Նոնա, դու Արամիկին վեկալում ես գնում ես Արամիկի սենյակ։ Դու գնա խոհանոց պահկվի։ Բա ես ինչ անեմ, Վարդան։ Դու պահկվի վարակուրի հետևը։ Parking serial. Բարև ձեզ։ Կրտսեր լեյտենանտ Հակոբյան։ Բարև ձեզ։ Ավա քաղաքացի Կարագյոզյան։ Իսկ երեխան ուր է։ Ես երեխայի ձայն լսեցի։ Ինչ երեխա։ Ես պետք է ձեր տանը խուզարկություն անցկացնեմ։ Ինչի համար։ Գողություն է կատարվել օծանելիքի խանութում եւ տեսնողների վկայությամբ բոլոր հետքերը բերում են ձեր տուն, այնպես որ խուզարկությունը պարտադիր է։ Կամանդիր ջան, սա Ազիզորով ինչ խուզարկություն։ Գողությունը կատարվել է Ազիզորով։ Այսինքն դեկտեմբերի 31-ին։ Եվ ես պարտավոր եմ բացահայտել այն Ազիզորով։ Դե ես առաջարկում եմ խուզարկությունը սկսենք ամենաքրեական տեղից, իմ սպանից։ Ոչ։ Առաջինը պետք է սկսենք խոհանոցից։ Աչքից դու լավ առաջ կգնաս, գիտես։ Գնացինք կապիտան ջան։ Parking serial. Սիրում են բոլորը։ Parking serial. Oh my god, ավելի շուտ հորը սարև։ Բարև ձեզ։ Ով է այս կինը։ Էսի իմ կնիկն է։ Շատ հաճելի է։ Կրտսեր լեյտենանտ Իսկանդար Հակոբյան։ Էլեոնորա։ Աղջի մտ կոֆե դիր խմենք։ Շնորհակալություն։ Չեմ ուզում։ Ես ուզում եմ մի երկու հարց տալ ձեզ։ Չէ, թո դնի գնդապետ ջան։ Լավ, թող դնի, բայց մինչ դուք սուրճ եք դնում, ես ձեզ մի երկու հարց տամ։ Էլեոնորա, իսկ ինչ է ձեր ամուսինը ձեզ նվիրել ամանորի արդիվ։ Իրան նվերը դեր սպասում է իրան, բայց գիշերը ում սպալյում։ Ինչ ես խոսում, խուժան։ Էդ ես կեզ լուրջ եմ ասում հաձիկ։ Էլեոնորա։ Իսկ ինչ եք հարցնում, պարոն ոստիկան։ Գողություն է կատարվել օծանելիքի խանութից եւ բոլոր հետքերը բերում են դեպի ձեր տուն։ Что за бред, молодой человек?
Ինչպես կարող են բոլոր հետքերը բերել մեր տուն, եթե իմ ամուսինը ամսական բավականին մեծ գումար է վաստակում։ Եվ ինչ է աշխատում ձեր ամուսինը։ Նա զբաղվում է անշարժ գույքով։ Նա 10 տարի է շարժում է անշարժը։ Ճիշտ ասում, գեներալ ջան։ Միջանաց սիրելիս, ես թխվածքը դեռ չեմ գնել, ինձ 50,000 դրամ կտաս։ Շնորհակալություն։ Դե, տեսնում եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Դժվար թե այսպիսի հիանալի մարդիկ խանութից գողություն անեին։ Ես գնամ։ Ինչպես է գնամ, բա սուրճը։ Շնորհակալություն։ Ես շտապում եմ։ Ավաղ պետք է գնամ։ Աղջի չես տենում, ավաղ լեցենան տշտապում է։ Կներեք, դուք ով եք։ Ես կանաչների միությունից եմ։ Իսկ ինչու եք լարերով կապկպված։ Սա բողոքի ակցիա է։ Ես դեմ եմ, որ կտրվեն կանաչ եղևնիները։ Նրանց կտրում են, կապկպում և տանջում նոր տարուն։ Ազատություն եղևնիներին։ Ես էլ փոքր քուրս է, ամեն տարի գժանոցից բերում եք, որ նոր տարին մեր հետ ասկստի, Մարշալ ջան։ Պարզ է։ Երևում է ձեզ ուրախ նոր տարի է սպասում։ Կյար։ Տուրիկ, դու ես։ Ես եմ, Կյար ջան, ես եմ։ Բայց ինչ ես անում ստեղ, Ջեմ ջան։ Տուրիկ ջան։ Ես տեն նոր տարվա հյուր եմ մեր Վարդանի օջախում։ Շատ լավ տեղ ես անցկացնելու նոր տարի, Ջեմ ջան։ Շատ լավ մարդիկ են։ Վարդանն էլ, Էլեոնորան էլ։ Ինչ է Լեոնորա։ Կնիկս Ջեմ ջան։ Էլեոնորան, ես պրոստ իրան նորա եմ ասում։ Լավ, ես գնամ, Ջեմ ջան։ Տուրիկ ջան։ Ձեր գալիք նոր տարին շնորհավոր։ Աջող Տուլիկ ջան։ Ջեմը սրան որտեղից գիտեիր։ Որ բերդում նստած է, այս ջահելը իմ կավերի կլուչիկն էր։ Ազես տա է, Ջեմա, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ես հիմա քո գլուխը կջամ։ Էլեոնորա աղջի։ Արա 50,000 դրամը սրա մոտ է, կայնի լաղջի։ Ինձ ոչ մեկ չի ուզում մարդակի։ Ադիկ, Ջեման ինչի գնաց, չի մասնակցելու ամանորյա հանդեսին։ Նա նեղացավ, ես լոճել էի նրա ամանորյա զգեստը։ Իսկ ինչի իր Ջեմայի շորը հակել։ Դե ուզում է ինչ-որ ծիծաղաշարժ բան անել։ Լողքի ռոզիգրշ ոտ и всё։ Վարդան, իսկ ոստիկանը էսօրով ինչի էր եկել քո տուն։ Դե ոնց ասեմ նոն ջան, նոր տարվա քյուվտի միսն էր բերել։
Ինչ քյուֆտա Վարդան։ Դες ամեն տարի քյուֆտ են տալիս եմ, կողքի քաղմասում են ծեծում, տղեկի ձեռը լավ բացվել է։ Ծեծը պրծել էին, բերել էր։ Ու այս նոր տարին ես պետքա սրա հետ անցկացնեմ։ Իսկ կարամ իմանամ հրավիրվածների ծելով է սրա հետ նոր տարին անցկացնելու։ Դե ես նոնան Սոֆան արդեն այստեղ ենք, մնացել է որ գամ աման։ Իսկ նոնայի պապան և մաման կգան ժամը 12-ից հետո։ Արա ես ոնց են բերդում ալնեմ։ Ինչու Վարդան։ Որովհետև նոր տարին անցկացնում եմ ոչ թե նրանց հետ ում հետ ուզում եմ, այլ նրանց հետ ով կա։ Այսով կլնի։ Ես ես համար սյուրպիզ եմ նախապատրաստել և պատվիրել եմ ձմեր պապ և ձյունանուշ։ Ադիք սուրպիզը ստացվեց, ասես ձմեր պապ ու ձյունանուշ իմ կյանքում ըլը չի եղե։ Արա ջանիկս։ Տանց խնդոր մանդարին։ Ես քո հետ լրիվ համաձայն եմ, մամ ջան, ասենց նոր տարին։ Այդու վոլգար պարազիտ։ Տարկին սերյալ Վարդան, քո տանը խմելու բան կա։ Մամ ջան, գողացած դուխի կա, խմես։ Այդու սրամիտ պարազիտ։ Ճիշտն ասած, ես ու Շահենը որոշել էինք այս ամանորին գնալ Եգիպտոս, ծովի, բուրգերի ու ուխտերի մոտ։ Բայց որոշեցինք ձեզ հետ անցկացնել։ Դե բալուբում ու այս տարի մեկի բաղթը չպտի բերеш, կամ իմ, կամ էլ ուխտերի։ Շահեն, դու դեռ գրում ես քո դիսերտացիան հիստերիկների մասին։ Նոնայի հետ որ մի քիչ շփվես, գիշերը քո դիսերտացիան կավարտես։ Սեդա դուք երևի Շահենի հետ նոր եք հա սկսել հանդիպել։ Դու որտեղից իմացար։ Այ եթե շուտվանից նա ձեզ ճանաչեր։ Իրա հիստերիկների դիսերտացիան արդեն վաղուց ավարտած կլիներ։ Երկու վարկյան, մի վարկյան քեզ, մի վարկյան քեզ։ Ազի վեր կոքի նորմալ մարդ եկավ։ Բարև ձեզ, շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ, ցանկանում եմ ամենալավ բաները ձեզ, այս նոր տարին թող ձեզ համար լինի լիության և երջանկության տարի։ Ինչ լավ արեցիք, որ դուք եկաք, ես հայտարարություն ունեմ անելու։ Սիրելիներս ես և Շահեն Չոն որոշել ենք ամուսնանալ։ Դուք մեզ կամուսնացնեք տեր հայ։ Մամ ջան, ինքը տեր չի, ձմեռա ու հայր չի, պապա։ Դա ոչ մի նշանակություն չունի, կարևորն այն է, որ մենք իրար սիրում ենք։ Լավ, կարևոր արդեն սաղս հավաքվել ենք, եկեք լսենք Վարդանի ամանորյա ուղերձը անիմար ժողովրդին։ Այս տարի թող բոհերի և նվաճումների տարի էր։ Կային վատ օրեր, բայց կային նաև վատ օրեր։ Բայց նույնիսկ ամենադժվարին պահերին իմ հոգու խորքում ապրում էր մի զգացմունք, որը իմ մեջ էր մնում ամբողջ տարի, որի մասին ես կուզենայի ձեզ այժմ ասել։ Արա շնորհա ոնց եմ ես ձեզանից զզվում։ Դες սեղանը գցեք, քեֆը սկսում ենք։ Տարկին սերյալ Սիրում են բոլորը։ Տարկին սերյալ Ասում են չորս հոգի։
Parking serial. Հավաքվել ենք բոլորով, տոնական այս իլորով, ամանորը դուք հիշեք, չի գրվում գլորոյով։ Պոպոկ պնդուկ մանդարին, շնորհավոր ձեր նոր տարին։ Երջանիկ եմ անսահման, ես ունեմ երկու մամա, մեկը Շեդանան նման, մյուսը Լոնայի մաման։ Պոպոկ պնդուկ մանդարին, շնորհավոր ձեր նոր տարին, պոպոկ պնդուկ մանդարին, շնորհավոր ձեր նոր տարին։ Իսկ մեր փոքրիկ բալիկը չի ուզում մեզ համար արտասանել։ Ես կարտասանեմ իմ հոպարի սովորացրած ոտանավորը։ Երազումս մի մաքի, եկավ մոտս, որ… Բավական է, Արամիկ։ Արդեն ժամը 12-ն է, վերցնենք բաժակները։ И пусть звенят бокалы։ 5 վայրկյան է մնացել, եկեք հաշվենք։ 5, 4, 3, 2, 1։ Շնորհավոր 2011 թվականը, շնորհավոր ճակալի տարի։ Իսկ հիմա իսկը ժամանակն է կանչել Ձյունանուշին, ապա, Ձյունանուշին, Ձյունանուշին, Ձյունանուշին։ Աղջի էլ քեզ են կանչում։ Չնայած ես գիշերվա կեսին ինչ նոր տարի։ Parking serial. Parking serial. Սիրում են բոլորը։ Parking serial.